նախագահ, կսպասենք, որ ձեր հարցազրույցը այդքան մեծ ռեզոնանս կառաջացներ եւ մարդիկ օրինակ գիշերները քուն չէին գա եւ առավոտյան ստատուսներով կարձականքեին։ Ես ընդամենը 3-4 առաջ շատ երկար հարցազրույց եմ տվել։ Հանգիստ առանց ժղաձգումների պատասխանել եմ ինչպես Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, այնպես էլ մեր հայրենակիցների շատ հարցերի։ Թույլ տվեք, գոնե մի 3-4 օր էլ ծանոթանամ արձագանքներին, նոր բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ ինչպես միշտ։ Բայց առավոտ Կարուխ Փաշինյանը արդեն արձագանքել էր ձեզ հենց հարցազրույցի հաջորդ օրը։ Բայց ամեն մարդու պրոբլեմին չի ինձ հետ կապ։ Պարոն նախագահ, այս վերջին մեղադրանքով, ինչ են ուզում ասել ձեր գնահատմամբ։ Մեկը հետևից մեղադրանքներ կան։ Հայտնի փաստ է, դա առանձին մեղադրանք չէ, վստահ եմ, որ այդ գործերը միացնելու են այս գործերից մեկին։ 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ դուխ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցաքուցրիվ են։ Հիմա էլ ասում է, որ այսպես հեչ չնեղվեք, գտնել արև սքան է անելու, տարիներ շարունակ սքաներ չկար։ Կարևորը այդ չի, կարևորը այն է, որ կարողացանք կորզել գոնե խոսքում բանակցային փաստաթղթերը հրապարակել։ Տեսնենք։ Շնորհակալ եմ։